որ փորձարկում տան պայմաններում ու գլխի վրա, եթե ես փորձարկման վերջում ես քաչալ չմնացի, ուրեմն փորձարկումը ստացվել է։ Ուրեմն չի ստացվել։ Սենց բան ես հələ չի արել, այսօր օպերատորս պատրաստվում է իմ մազերը ներկել։ Մինչև վերջնայք որ հասկանաք ես ընդհանրապես լավ գաղափար էր, թե ոչ։ Հա, բայց կլինի չխեղդես ինձ։ Այս գնով է սա։ Դուր կապի ասենք։ Սենց այնց հարմար։ Եկել ես իմ մոտս, ոնց պետքա տենց անում եմ։ Օպերատորս գցեց բռնեց, որ իրեն կամերան քիչ է, ինքը հիմա ուզում է, որ իմ մազերով էլ զբաղվի։ Ովքեր չգիտեն, տեղեկացնեմ, որ իմ օպերատորը նաև իմ հարսն է, այդ ստացվում է, որ հիմա մեր ընտանեկան հարաբերություններն էլ ռիսկի տակ։ Որտեղ չգիտեմ, մենք վերջում էլ բարեկամներ կմնանք, թե չէ, եթե հանկարծ մազերս թափի ու ես քաչալանամ։ Դե լավ, ինչքան պետքա թափի։ Ոնց ինչքան ընդհանրապես պետքա չթափի։ Ոնց որ չնի գլխիդ մազ կմնա, այնց որ միանանք։ Ամեն օր ռիսկի տակ ենք։ Մարդիկ գնում են Վարշավիրանոց, ես գնում եմ ռիսկերի, հա, դուրս է գալիս։ Ոնց որ խնայողություն եմ անում, բայց կամ շատ թանկ եմ վճարելու հետո դրա համար։ Գլխով են ալիս սիրում ես Աննա։ Լավ, արի սենց անենք, որ քեզ կոմֆորտ լինի։ Այն կինոների մեջի Վարշավիներից դառնամ, չզգաս որ տունն ես։ Նայ, կյանք։ Հիմա իմ մոտ որ ներկես, դե ուրիշի մոտ չես գնա կյանքում։ Ասենց մեր թաղամասում, լսի, մենակ ես եմ ներկում։ Ուրիշ մոտ չես գնա, ճիշտ, բայց ծամոնն է պակասում, ծամոնը սուր է։ Հա, էլի ես թաղամասում մենակ դու ես սենց վատ ներկում։ Դեռ դու ես դες ներկում, որ մարդիկ կարան իրենց մազերից զրկվեն։ Քաչալը մոդա է այս տարի։ Թրենդային է։ Չեմ ուզում քաչալ, իսկ փոքր վաղ չեն քաչալացրել։ Ես չեմ ուզում հիմա քաչալել։ Ես դրա համար չեմ մազերս ներկում։ Ես սթայլիշ լինեմ, ոչ թե քաչալ։ Աքսեսուարներ կդնենք քաչալի։ Ձերին էլ էս է, էլի երեխեք։ Կյանք, դու մի մտածես, քեզ կուկլի կդարձնեմ։ Քաչալ կուկլի։ Հա, ոնց որ ինձ գացի, բայց Վարշավիրանոց։ Ճիշտ է, կինոներում ասում են listen, բայց այս դեպքում sense կանենք, էլի մենք կյանքով կխոսանք։ Մամ տեսես ոնց է հարսուտ մազերս ներկում, վստահել եմ իրան։ Լսի Գիտեմ, ես եմ տենց միակ իրա կլիենտը, թե դու էլ ես իրա մոտ հաճախում։ Լսի, կյանքը իմ մշտական հաճախորդն է։ Վեշնի դժգո գնաց։ Ես դեր երևի։ Բրցանք։ Գլուխը։ Ներկած գլուխը ոչ։ Հլե տամանը տուր։ Էս ինչ մազեր է։ Էս իմ մազերն է։ Էս փրթել թափել ես։ Չէ, ինչա, նորմալ է։ Բայց ոնց որ մի քիչ մուկ չի, էս ինչ գույն է։ Ճիշտ ասած, հա։ Բայց ճիշտ գույնն է, չէ՞ բան արել դրել։ Բայց կարող եմ կապտասևն եմ ներկել։ Մուկ է երևում։ Միա թելը հիշի ո՞րն ես ներկել։ Չէ, ան, քոնն եմ ներկել, հա, որտեվ դու էլ ես անգամ կապտասև ուզում։ Ես չեմ ուզել կապտասել։ Բայց ասեցիր էդի ներկենք։ Բայց շփոթ։ Վերջ։ Իրոք շատ գոհ եմ ձեր ծառայություններից, իմ ուզած գույնն ալ լրիվ, շատ լավ Վարշավիրանոց էր սպասարկումը, ճիշտ է մի քիչ ցած թերություններ կար, բայց մյուս անգամ երբևէ լավ կլինի, կգամ էլի, դեզման կհաճախեմ։ Կյանք, բա փողը։ Փողը։ Լուքս շատ երկար չեմ մտածել ինչ եմ հագնելու, սենց սև շոր ունեի, որ վաղուց ունեի, բերել էի հետս Փարիզից, բայց ոչ մի առիթ չէր լինում հագնելու, այս անգամ որոշեցի, որ այս առիթն է, որ ես պետքա հագնեմ։ Կնունքի են գնում, նենց ուրախ եմ, որ շատ երկար չեմ մտածել ինչ հագնել, որովհետև միշտ ես տանջվում եմ տեղ գնալուց առաջ ինչ հագնեմ, այս անգամ ոնց որ մի քիչ ավելի հեշտ ստացվեց։ Ու հագնելու եմ այս պստողուն մոխրոտի կոշիկները, հետո թողելու եմ ընդդեմ միտեղ ոբիկ։ Մի ոտով փախնեմ։ Լի ուզում ես տեր կանգնես կոշիկներից։ Մամա տա սովորացրե։ Օշնիկով հակովա Լիլի։ Հարմար ասա։ Բալես, էդի ուղիղ գնա մեր սենյակ, հայլերով տար սենյակ, մաման հարցերը կլուծի։ Սովոր գնանոց տան։ Քեզից լավ է կայլի։ Հա, ինձ լավ է կայլի։ Եվ բռնելու եմ այս պայուսակը, որը գործել է մամաս ձեռքի աշխատանքը։ Вообще մամային չես քաշել։ Մաման սիրում բաներ սիրում է գործի, կարի։ Ինչա։ Երեխուն ուրիշ կաբլուկ տոր։ Ուրիշ կաբլուկ, մորդ կաբլուկները գնա հագի։ Կաբլուկ։
Այսօրվա մեյքափի մեջ կօգտագործենք հետևյալ մեյքափ պրոդուկտները։ Սկզբից մաշկս կփափկացնեմ իմ սիրումով, սովորաբար որ կսում եմ սրանց դեպ շոտնանու շոտ է գալիս։ Աչքերիս կքսենք այս սառը տոներից մեկը, կընտրենք ու կհամադրենք իհարկե փայլիկներով, որովհետև տոնական է, փայլիկներ հաստատ կանեմ։ Ուրքերս կֆիքսեմ։ Որպես տոնային կրեմ ընտրել եմ այս 3 տոնային կրեմը, կխառնեմ, որ մաշկից իդեալական գույնը ստանամ համապատասխան։ Իհարկե պետքա լինի գլոս իմ սիրելի երանգով, տուշ, սյուրմա, հայլայթեր։ Սկսեցինք։ Իհարկե հարցը առաջանում ինչի ես չեմ գնում իմ դիմահարդարումը անեմ օրինակ պրոֆեսիոնալ մեյքափ արտիստների մոտ, այլ հիմնական եթե նկատել եք ես տանն եմ անում մեյքափը։ Դե օրինակ սովորական առօրյայի հետ կապված ասեմ, որ ժամանակի առումով ուղղակի ընդհանրապես անիմաստ կլինի, որ ես գնամ 2 ժամ մեյքափ անեմ, հետո հետ կամ նկարահանումներ անեմ, որովհետև տենց ավելի արագ է, համել այդ ընթացքում հիմնական ձեզ համար Get Ready With Me-ներել եմ նկարում, միասին ենք պատրաստվում իրականում։ Իհարկե առիթների ժամանակ ինչ խոսք բախտս բերել հարսիկ Pro-Max ունենք տանը։ Պետք է գալ ժամանակ ինքը անում է մեյքափը, հիմնական աչքերի հատվածը։ Դեմքը չես վստահում։ Դեմքը չեմ վստահում, չեմ մենակ աչքեր։ Ոյ, նկարչուհի է, դրա համար դնում ու նկարում է։ Բայց ներ ծառմար տենց ուժ բաներ չնկարես։ Ու քանի որ ինչ որ հստակ ստանդարտներ չկան մեյքափի, ոնց որ ավելի ազատ է։ Ազատ է։ Հենա Լիլին է համաձայնում։ Ոնց որ այդ հնարավորություն է տալիս ավելի ազատ լինել, էքսպերիմենտներ անել ու ոնց կարող ես այդտեղ հիմա հարդարվել, հնարավոր է հիմա ավելի ինքնաարտահայտվել։ Դրա համար եթե նկատել եք մեյքափն էլ, ես օրինակ այս փայլիկները որ եմ գույները անում, ոնց որ ես ինքնաարտահայտվում եմ, այն ինչ դուր է գալիս, դա էլ անում եմ մեյքափի մեջ, ու այդ իր հավես կողմ ունի։ Մազերս վերջ, արդեն աքսեսուարել եմ դրել, երեխեք, տեսքը այսպիսին ստացվեց։ Մազը հետ կապեցիր վերջում։ Հա, Խի։ որ սիրուն լինի։ Բախի եմ այդքան չարչարվել, ֆենել, ներկել, որ կապեց վերջում։ Որ ուղիղ լինի։ Ախր։ Բայց այն սիրուն է ավելի, չէ երեխեք։ Չարչարանքս էլ է շատ սիրուն։ Դրել եմ այս աքսեսուարները, այս երկուսը ձեռքի աշխատանքա մաման է սարքել, մեկ էլ այս վզնոցը։ Մի քիչ փայլիկներ անենք։ Որ ասում են, այսքան պատրաստվելուց հետո արդեն գոնե կարելի էր տնից դուրս գալ։ Եվ այո, մենք ինչպես միշտ մի փոքր ուշացած ենք գնում, բայց կարևորը գեղեցիկ։ Եվ ձեր իսկ նյարդերը խնայելու համար իմ սիրելի հետևորդներ, որոշեցի չներառել տնային քաոսի կադրերը, որտեղ բոլորս իրար վրա գոռում ենք շուշուտ արեք ու վերջում իհարկե բոլորս ուշացանք։ Ու մենք վերջապես հասանք, այստեղ այնքան սիրուն ամառային ու էկզոտիկ մթնոլորտ էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր զարդարված։ Ուզում եմ ձեզ էլ մի փոքր փոխանցել այսօրվա վայբը։ Դե իսկ օրվա կարևոր պահերից մեկը իհարկե համով ուտելիքն էր։ Այսքան երկար պատրաստվելուց հետո արդեն մի քիչ սովածացել էինք, հատկապես մեր օպերատորը։ Նենց էր ուտում տնաշենը, ինչ տեսավ կերավ։ Բայց դե թող կուշ տուտի, մեկա տան իրանով է հաց տալու։ Ասե բլոջը։ Մայսի շպիան եմ։ Էմիննա, իմ եղբայրն է, դες ընթացքում իմ եղբորը։ Էմին Մոսկվայում ապրում ու հաճախ է գալիս Հայաստան։ Բայց միշտ հենց գնում է շատ կարող է։ Ասես ինչ է սամնա շատ է գալու։ Բայց ճիշտ է։ Շատ է բարեկամ։ Ասում եմ բարեկամ։ Ճիշտ է։ Ուտելիքը լավ եղավ։ Բարի մարդ չի։ Շատ նշեցի, որ ջերմ են մեր մոտ, չէ։ Ինչ կարոտեր էի կորներ։ Տեսեք
ծանոթացնում իմ մյուս եղբոր հետ, ով եկել է Անգլիայից։ Բոլոր սպորտքայերին հավաքել եմ, որ հարցնենք ինչպիսին է մեր Հայաստանը, ինչպիսին է երկիրը, որտեղ դուք ապրում եք, ինչն է համաշատը Հայաստան կարոտում, երբ որ գալիս ես, դու ես հաճախ գալիս։ Հայաստանից կարոտում եք մարդիկ շատ very warm people, շատ սիրուն լավ են։ Հայերը մի քիչ մոտիկ են, ոնց որ մեծ ընտանիք են։ Whatever place you go, կարաս գնաս Los Angeles, Krasnodar, Հայաստան, լուբո դե հայերի տեղ է, ոնց որ մեծ ջիգարում են, ոնց որ մեծ ընտանիք են։ Էդ եմ կարոտում շատ։ Դեռ շատ սարն են, չէ՞։ Մի քիչ սարն են, տենց լավ good qualities կա, բայց շատ սարն են, ոնց որ կարաս մի հարևանի հետ մի 10 տարի ապրես ու անունը չիմանաս, տենց է։ Ես էլ իմ հարսի հետ եմ 10 տարի։ Անունս չգիտի։ Շատ սարը դուրս եկա։ Իսկ ուտելիքից ամենաշատ ինչ ես սիրում սարդենի հայկական խաղը։ Մեր ամենաշատը միշտ կարաս Ամենաշատ, ասի մտածեմ։ Դե մաման, երբ որ կուզենամ ինձ համար մի բան կսարքի, դոլմա է սարքում, հացված է, պամիդորը, հաստատ քեզ ասել է, տիրա знаменитый, ճիշտ է։ Երբ որ ուզում եմ, ինքն էլ լավ զգում էլի, տես հայ ուտելիքա սարքում։ Շատ համով է, հետո մամ։ Ուտելիք սարքում։ Ես գազում, ես ձվերի համար կմուց եմ։ Մենակ դու սարքի, ես էլ պամիդոր կարնեմ։ Ես էլ տես ասեմ, մամ շատ համով է, հետո պարտքո փողում ես, մա դե Լամաճո եմ կարոտում։ Տենց տեղ չկա, որ կարաս մատնական շարնենք, լավաշ շարնենք։ Вообще-то լավաշ չես կարող արնես։ Էդ եմ շատ կարոտում։ Դե կարաս քուրդերի խանութ գնես, տենց չէ, չկա, տենց similar, բայց նույնը չէ, էլի, այստեղ ոնց որ հիշում եմ, Շատ կարևոր փաստացեք բախում, ասեն ինչ եմ հենց իրան նկարում, ինչ եմ կարելի նկարում, որովհետև ինքը համ շատ լավ երգում է, մենք կխնդրենք, եթե մեզ չի մոռացի, վերջում կերկի իրականարում։ Եվ ինքը եղել է Կորեայում, դուք գիտեք, որ ես ունեմ էջում կորեական անկյուն, ինչքան եմ սիրում դոռամաներ, K-pop, դրա համար թե բան կհարցնենք, ինչպիսին է իր ճանապարհորդությունը, ինչն է տպավորվել, որովհետև ես ունեմ հետևորդներ, ովքեր նույնպես շատ սիրում են այդ ուղղությունը։ Ասես, ինձ դեմքի խնամքն է, չէ՞, շատ։ Մարդիկ շատ սիրուն են, շատ սիրուն արժան։ Խնամված։ Skin care produktները շատ անած պոպուլյարն է, ամենը տենաս ռեկլամ կտենաս։ Very convenient, everything convenient։ Գայդլների տեսել եք։ Չէ, ես չեմ տեսել, չէ։ McDonald's-ում այդ BTS, այդ Blackpink, տենց բաները շատ են սիրուն։ Ամեն product տենց դաժե բանի զուգի կանցերն վրա իր երեսները կան։ Շատ տակտիր, Սաղ ուզում են իրան դեմք ունենան, Jimin, Շատ հավես։ Բայց դու եղել ես ինչ-որ BTS-ի համերգի տենց համերգներ։ Դոռամաներ նայում ես։ Մարդիկ ինչ ես ուզում։ Դոռամաներ։ Մարդիկ էլ հանգստանալու։ Սիրելի հարազատների հետ զրույցներն ու փոքրիկ կատակները շարունակվում են մեկը մյուսի ետևից։ Օրը լցված էր ջերմ, անկեղծ ու հաճելի պահերով, որոնք պարզապես ուզում էինք վայելել։ Այն որ լինում է առիթներ, որ հələ չգնացած արդեն մտածում ես երբ ես գնալու տուն, բայց սա հաստատ այդ դեպքերից չէր։ Բոլորս իրար կարոտել ենք, ուզում էինք հնարավորին շատ ժամանակ անցկացնել միասին։ Իդեպ այստեղ մի շատ հաճելի անակնկալ ունեցա։ Իմ սիրելի հետևորդներից մեկին հանդիպեցի լրիվ պատահական իրական կյանքում, ու ես միշտ շատ ուրախանում եմ, երբ ձեզ տեսնում եմ նաև էկրանից այն կողմ։ Հետո բոլորով մի լավ պարեցինք, ուրախացանք ու այսպես էլ մեր օրը շարունակվեց։ Ընդհանուր առմամբ շատ սիրուն ու ջերմ օրեր սիրելի մարդկանց հետ, լավ տրամադրությամբ ու շատ գեղեցիկ հիշողություններով։ Շնորհակալ եմ, որ մինչև վերջ նայեցիր, եթե քեզ դուր եկավ այս վլոգը, անպայման բաժանորդագրվիր ալիքից, որ բաց չթողնես նոր հոլովակները։ Բոլորիդ սրտիկներ։